Իրա կողքին մարդ պետք է լինի։ Եթե դու չկրեք, ես կփախնեմ հիվանդանոցից։ Ինչի հենց քո վրա կրակեց։ Ախր այդ պահին բոլորս էլ բաց տեսադաշտում էինք։ Կարար գնդապետին խփեր։ Բայց չէ, քեզ ընտրեց որպես Միշեն։ Ատոմ դու շատ լուրջ փորձությունների միջով ես անցել ու այս մեկն էլ գլուխդ բարձր պիտի հաղթահարես։ Միշտ հաճելի է նրա դեմքի փափկությունը։ Ինձ գեր։ Ալո։ Ալո, լսում եմ։ Բարև Արամ։ Մամ։ Հա, ես եմ Արամ ջան։ Փաստորեն ձայնս դեռ չես մոռացել։ Արամ ջան, ես Երևանում եմ ու ուզում եմ քեզ տեսնեմ։ Ինչի համար։ Իմաստը որն է։ Ուղղակի Արամ ջան, ուղղակի ուզում եմ տեսնեմ։ Վստահ եմ, դու էլ ես շատ երկար սպասել մեր հանդիպմանը։ Երևի հիմա արդեն մեծ տղա ես դարձել։ Պապան գիտի, որ եկել ես։ Հա, գիտի, բայց լավ կլինի, որ չիմանա մեր հանդիպման մասին, հա, Արամ։ Արամ, ինչ ես որոշում։ Լավ, կհանդիպենք։ Ասա որտեղ ու երբ։ 2 ժամից սրճարանում հարմար է։ Հա։ Նարեկ դու ես։ Հա։ Ինչ գործ ես։ Հավով սուպ եմ սարքում Գայանայի համար։ Հիմա պատրաստ կլինի կուտես։ Չէ։ Նստի խոսել բան կա։ Ինչ ա եղել Նարեկ։ Հիվանդանոց էի գնացել։ Ատոմի մոտ։ Հա, ոնց է վիճակը։ Տարբերություն կա։ Խոսի այ մարդ ինչ ա եղել։ Նորից վատացել է Ատոմը։ Երևանին տեսա միջանցքում նստած լացում էր։ Բիշներն ասել են, որ Ատոմը գոտկատերից ներքև պարալիզացվել է։ Ու մինչև կյանքի վերջը էլ չի կարելի։ Ոնց ես Գայանե ջան։ Արդեն լավ եմ։ Մայրիկդ ասաց, որ սիրածդ տղայի հետ ամեն ինչ նորմալ է։ Հուսով եմ, որ շատ արագ կապակինվես։ Բժիշկից դուրս գրեք։ Ես պետքա գնամ Ատոմի մոտ։ Պետքա խնամեմ իրան։ Դու ինքդ խնամքի կարիք ունես Գայանե։ Դու դեռ պետք է պարկես մեզ մոտ։ Լավ, գնամ վաղը դուրս գրեք։ Հասկացեք, Ատոմը հարազատներ չունի։ Իրա կողքին մարդ պետքա լինի։ Եթե դու չկրեք, ես կփախնեմ հիվանդանոցից։ Արի այսպես պայմանավորվենք Գայանե ջան։ Վաղը կգա հետազոտությունների պատասխանը, կորոշենք, լավ։ Ուրեմն պայմանավորվեցինք։ Լավ, բայց ոնց կարող է նման բան լինի։ Նարեկ, դու չէիր ասում, որ բժիշկներն ասել են, որ վտանգն անցել է ու Ատոմը ոտքի կկանգնի։ Քեզ ինչի է թվում, որ ես այս ամեն ինչը հնարում եմ։ Իսկ ինչ վերաբերում է վտանգն անցել է, բժիշկները նկատի են ունեցել այն, որ Ատոմի կյանքին վտանգ չի սպառնում։ Չգիտեմ ինչ ենք անելու հիմա։ Չգիտեմ Նարեկ։ Բայց ճիշտ կլինի, որ այդ մասին հիմա Գայանային ոչինչ չասենք։ Պատկերացնում ես նրա վիճակը, երբ իմանա այդ մասին։
ես այդ նկատի չունեմ։ Իսկ ինչ է։ Տաթև, ես չեմ ուզում պատկերացնեմ, որ իմ աղջիկը մի ամբողջ կյանք ապրելու է հաշմանդամ մարդու հետ։ Էս ինչ ես ասում, Նարեկ։ Ինչ որ լսեցիր, Տաթև։ Հա, միգուցե ես հիմա շատ դաժան եմ։ Նույնիսկ անմարդկային բաներ եմ ասում։ Բայց ուզում եմ հասկանաս, որ սա մեր աղջկա ապագայի հարցն է։ Նրա կյանքի հարցն է, Տաթև։ Նարեկ, ես հասկանում եմ, թե դու ինչ նկատի ունես ու կիսում եմ անհանգստությունդ։ Բայց ինձ թվում է դու ժամանակից առաջ ես ընկել։ Դեռ ոչինչ պարզ չի, չէ։ Ու հազարավոր նման դեպքեր են եղել, երբ անհույս հիվանդները ապաքինվել են ու ոտքի են կանգնել։ Տաթև, ինչ ես ինքդ քեզ հիմա խաբում։ Լսի, բժիշկներն ասել են, որ ատոմի ողնաշարը լուրջ վնասված է։ Ու նա էլ երբեք ոտքի չի կանգնի։ Նարեկ, ճիշտ կլինի, որ մենք որոշ ժամանակ մոռանանք այս խոսակցության մասին։ Հիմա թե գայանեն, թե ատոմը մեր խնամքի ու հոգատարության կարիքն ունեն, հասկանում ես։ Թող մի քիչ ժամանակ անցնի, հետո կխոսենք այդ մասին։ Ես մեռած չեմ։ Ազորը դեմքի տխուրար տայտությունը փոխի։ Դե որ ումոր ես անում, ուրեմն արդեն լավ ես։ Ուժը դել տեղն է։ Ատոմ, քո հետ սենց բան պիտի չլիներ։ Ես մեղավոր եմ, որ դու հիմա… Դու հիվանդատես ես եկել, թե մեղքերի թողության։ Մոռացես մասին, դու ոչին բանում մեղավոր չես։ Ես մենակ մի բան չեմ հասկանում։ Ինչի հենց քո վրա կրակեց։ Ախր այդ պահին բոլորս էլ բաստեսադաշտում էինք։ Կարար գնդապետին խփեր։ Բայց չէ, քեզ ընտրեց որպես Միշեն։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Գիտեմ, որ Սողոմոնյանն ասեց, որ իբր մեր դեսանտիկները այդ սնայպեր են խփել են։ Նա խփել են։ Թողում եմ։ Լևոն ջան, բժիշկն ասեց երկու մարդուց ավել ատոմի մոտ չլինեն։ Դրսում սպասին։ Լավ։ Գնացի Ատոմ ջան, կհանդիպենք։ Հա, հերոս, ոնց ես։ Լավ է, պարոն գնդապետ։ Պաստորեն դու մարդկային լեզուն չես հասկանում, հա? Ես քեզ չասեցի, որ Արամի հետ չհանդիպես։ Որտեղից գիտեիր, որ ես ու Արամը պիտի հանդիպենք։ Ինքն է ասել։ Իսկ դու ոնց ես կարծում։ Չէ, Արամը չէր ասի։ Ասի դու հետևում ես ինձ։ Հա, դու ճիշտ ես։ Ես նրան միամիտը չեմ, որ 15 տարի առաջ էր։ Ու գիտեմ, որ քեզանից պետք է զգուշանալ։ Ու հիմա, քանի դեռ Արամը չի եկել, վեր կաց ու գնաց տեղից։ Վարդան, ես ու Արամը պիտի հանդիպենք։ Մոռացի այդ մասին ասեցի։ Ես էլ թույլ չեմ տա, որ դու այդ երեխու կյանքը թունավորես քո ներկայությամբ։
Արամը գիտի, որ ես Հայաստանում եմ։ Ու ինքն է ինձ հետ հանդիպում փնտրելու։ Իսկ Արամը գիտի, որ մինչև ես ցնդած երկիչիդ հետ փախչել է։ Ես քեզ բռնացրել եմ ամբողջովին մերկ, ինչ որ մի նկարիչի հետ, իր արվեստանոցում։ Վարդան, ինչի ես տենց վարվում։ Որովհետև դու ուրիշ վերաբերմունքի արժանի չես։ Իսկ հիմա հեռացի։ Ու ես անգամ վերջնականապես, եթե չես ուզում, որ Արամը իմանա, թե դու իրականում ինչ ես քեզանից ներկայացնում։ Սերիալի գլխավոր հովանավորն է իդեալ համակարգը սալիկների